բարի երեկո, բոլորի ողջունում եմ Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տան միշտ հյուրընկալ սրահում եւ առավել եւս այսօր, որ մենք հավաքվել ենք այստեղ ոչ սովորական համերգի, այլ հոբելյանական երեկոյի։ Դրա հետ աշխատելն ինձ մշտապես գերագույն հաճույք եւ ուրախություն է պարգևել։ Նա երաժիշտներից է, որն իրեն ամբողջովին երաժշտությանն է նվիրել։ Նա երգարվեստի նկատմամբ խիստ սկզբունքների տեր ազնվորություն է ոչ միայն իր, այլև գործընկերների նկատմամբ։ Այս խոսքերը պատկանում են մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտոր, այսպես ասենք, մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանին, եւ այս խոսքերը հասցեագրված են մեր այսօրվա հոբելյանական համերգի գլխավոր հերոսուհուն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ներկայացողության անդոնի վարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, սովետական ֆիլմով ասած կոմերիտուհի, սպորտսմենուհի եւ պարզապես գեղեցկուհի Կայանե Ջեղամյանին։ Թանկագին Կայանե Պարոլովնա ջան, շնորհավորում եմ ձեր ծննդյան 35-ամյակը, որից դուք 33 տարի նվիրել եք մանկավարժությանը։ Ով կհավատա, թե քանի տարեկան է Կայանե Պարոլովնան, որովհետև միշտ գեղեցիկ, միշտ եռանդուն, միշտ առույգ մեքենա վարելով գալիս է աշխատանքի եւ ամբողջովին տարված է իր աշխատանքով։ Այս ամենը սկսվել է տարիներ առաջ, երբ Գեղամյանների ընտանիքում ծնվել են 3 հրաշալի դուստրեր եւ նրանցից Գայանե Գեղամյանը ընտրել է, երկուսն էլ ընտրել են երաժշտության ուղին եւ հատկապես Կայանե Պարոլովնան ընտրել է վոկալ երկեցողության վոկալ արվեստի ճանապարհը։ Երաժշտական կրթությունը սկսվել է Երևանի Սարաջանի անվան երաժշտական դպրոցում իբրև դաշնակահար եւ սակայն հետագայում արդեն Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում իր կողմից շատ գնահատված եւ սիրված ուսուցչուհի Լիլիա Քարամյանի մասնագիտական դասարանում նա ստացել է վոկալ արվեստի առաջին այս այբուբենը։ Եվ ինչն է գնահատելի, որ իր ամբողջ կյանքում Կայանե Պարոլովնան պահել է այն ակնածանքը, սերն ու հարգանքը իր բոլոր ուսուցիչների հանդեպ եւ հատկապես մեր վոկալ արվեստի երախտավորներից մեկի իր արդեն բարձրագույն երաժշտական կրթական հաստատության պրոֆեսոր Աննա Միխայիլովնա Սարաջիվայի նկատմամբ։ Սա չափանիշ է, որովհետև ցանկացած արվեստագետ, ով հասնում է իր ստեղծագործական վարպետության ամենաբարձր աստիճանին, եթե նա հարգանքով եւ ակնածանքով է հիշում իր առաջին ուսուցչին, առհասարակ իր ուսուցիչներին, սա խոսում է մարդկային ձեր որակների մասին։ Թանկագին Կայանե Պարոլովնա, շատ դժվար է խոսել ձեր մասին, պարզապես այսպես թվարկելով ձեր կյանքի գործունեության տարեգրության էջերը կարելի է թվարկել, բայց կարելի է ոչինչ չասել, բայց կարելի է նաև ասել, որ այսօր դուք գլխավորում եք մեր վոկալ մանկավարժության այս ամբողջ մեծ ընտանիքը, որովհետև դուք ղեկավարում եք կոնսերվատորիայի այն ամբիոնը, որ թողարկում է, բաց է թողնում երգիչների։ 2019 թվականից առ այսօր դուք իսկապես վայելում եք ձեր գործընկերների հարգանքը, վստահությունը, որոնք ձեզ ընտրեցին եւ դուք հաջողությամբ կարողանում եք շարունակել այս հիանալի աշխատանքը։ Մի գաղտնիք բացեմ, որ այսօր առավոտյան ես հարցախույս եմ մի փոքր անցկացրել ձեր գործընկերների հետ եւ բոլորը միաձայն նշել են Կայանե Պարոլովնայի բնավորության անաչառ, ազնիվ, արդարացի, սկզբունքային մոտեցումները, նշել են նրա բնավորության այն գիծը, որ անկախ տրամադրությունից լավ է, թե վատ է, մի փոքր հուսահատ է, թե մի փոքր ավելի այսպես ոգևորված է, նա միշտ կանգնած է ուսանողների կողքին։ Սա հիրավի իսկապես իսկական մանկավարժի, մեծադառնող մանկավարժի ամենակարևոր հատկություններից մեկն է։ Կայանե Գեղամյանի գործունեությունը շատ բազմազան է, բազմաշերտ, որովհետև իր ամբողջ այս անցած մասնագիտական ճանապարհին նա բազմակողմանիորեն է դրսևորել իրեն որպես համերգային երգչուհի, որպես օպերային թատրոնի մեներգչուհի, որպես ժամանակակից արտի երաժշտության առաջին կատարող, որպես գրքերի, ժողովածուների հեղինակ, մեթոդական աշխատանքների հեղինակ, որպես տարբեր
երաժշտական հեղինակավոր մրցույթների ժյուրի անդամ, որպես վարպետության դասընթացների անկրկնելի անփոխարինելի վարպետ, իսկապես ուսուցիչ, եւ չափանիշ այն է, որ նրա սաները հիացած են իրենց պրոֆեսորով եւ նույնիսկ ես համերգի ընթացքում կներկայացնեմ ձեր ուսանողներից մի քանիսի կարծիքները ուղղված ձեզ, որովհետեւ ինձ հետաքրքիր էր, ինչպես ասում են, երեխայի շուրթերով, հա, երիտասարդների շուրթերով հնչում է ճշմարտությունը։ Եվ այսպես, ինչպես ընթացավ Գարանեն Եղանյան արվեստագետի ստեղծագործական ուղին։ Նախ տարբեր ելույթներ, երևի թե ոչ պետք է թվարկել ոչ թե այն սրահները, որտեղ հանդես է եկել Գարանե Մարուժանյան Երևանում, այլ ասել, որ չկա որևէ մի սրահ, որտեղ նա հանդես չի եկել իր տարբեր եւ առանձին մենահամերգներով եւ տարբեր ելույթներով։ Կոնսերվատորան ավարտելուց հետո նա ստացել է նաև իր հետբուխական կրթությունը եւ անմիջապես ընդգրկվել մեր օպերայի ստուդիայի մենակատարների շարքում, մասնակցել տարբեր բեմադրությունների ականավոր այ Վահագն Բագրատունու ղեկավարությամբ եւ այնուհետեւ շուրջ 10 տարի նաև հանդիսացել է մեր օպերայի թատրոնի մեներկչուհի, կատարելով ամենատարբեր, այսպես բազմազան դերերքեր։ Մեր երկչուհուն ծափահարել են աշխարհի շատ երկրներում, տարբեր բեմահարթակներում եւ ես գաղտնիքն էլ ասեմ, որ մինչեւ վերջին այս տարին 2025 թվականի հունվարը Գարանե Մարուժանյան հանդես է եկել Միացյալ Նահանգներում եւ արժանացել երկու շատ պատվավոր շնորհակալագրերի, մեկը Գելեադելի քաղաքապետի կողմից, մյուսը Կալիֆոռնիա նահանգի սենատորի կողմից, ինչը խոսում է նրա ստեղծագործական երկարատեսության, մասնագիտական, այսպես վարպետության եւ արտիստիզմի մասին, որովհետեւ ելույթների մասին հնչել են շատ բարձր կարծիքներ։ Այսօրվա մեր համերգային ծրագրին մասնակցելու է նաև Տաղարան անսամբլը, որի հետ Գարանե Եղանյանին կապում է երկարատև տարիների համագործակցությունը եւ մասնավորաբար Տաղարան անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի հետ, որը որպես կոնցերտմաստեր դաշնակահար նաև առիթ է ունեցել ձեզ հետ հանդես գալու։ Եվ պատահական չէ, որ ստեղծագործական այս կատարելագործման ճանապարհին իրենց սպասեցնել չեն տվել նաև հեղինակավոր մրցանակները։ Հիշենք Խորհրդային Միության համամիթենական մրցույթները, որոնք շատ բարձր մասնագիտական նշաձող էին պահանջում արտիստից եւ Գարանե Մարուժանյան արժանացել է այդ մրցույթի դափնեկրի կոչմանը։ Մասնակցել է Կորեայում սովետական տարիներին, խորհրդային տարիներին մի շատ հեղինակավոր միջազգային մրցույթի եւ արժանացել այդ մրցույթի ոսկե գավաթին եւ հետագայում նաեւ հրավիրվել հանդես գալու Կորեայում իր համերգային ծրագրերով պարգևատրվել է մեր Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացի մեդալով, ստացել նաեւ կրթության գիտության նախարարության պատվոգիր։ Այսինքն այս պարգևները շատ են իսկապես եւ ուզում եմ առանձնացնել, որ ամեն արվեստագետ չէ, որ դիմում է ժամանակակից երգարվեստին։ Նու առասարակ գիտենք, որ երգը դա հոգու արտահայտությունն է, որ երգը այն զգացմունքների, ապրումների, իսկապես խառնարանն է, որ հնչում է բեմահարթակից եւ գրավում ունկնդրին։ Եվ եթե երգիչների մեծ մասը իր երգացանկը սահմանափակում է ակադեմիական, դասական, ասենք այսպես երգացանկով, ստեղծագործություններով, ապա Գարանե Մարուժանյանի պարագայում շատ բացառիկ է, որ նա հանդիսացել է շատ ստեղծագործությունների առաջին կատարողը, այդ թվում Մուսալերան 40 օրը օպերայում դերերք, Ֆրանսուଆ Դուսեմպիենի էլի օպերայում առաջին անգամ առաջին դերերքը Հայաստանում, ամերիկյան շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է նա, մասուրյանական ստեղծագործությունների նաև առաջին կատարողը եւ թողարկել է նրա գլխավորությամբ ստեղծվել է ժողովածու Մասուրյանի 7 երկերի ամերիկյան կոմպոզիտորների եւ եւս մի քանի դողեր ուզում եմ կարդալ Նյու Յորքի կանանց կոմպոզիտորների միության նախագահ Մերելին Բլիսի խոսքերից։ Սոպրանո Գարանե Եղանյանը փայլուն արտիստ է, որ ներկայացրել է իմ ստեղծագործություններից մի քանիսը։ Իր բոլոր կատարումները միաձուլում են երաժշտության հանդեպ նվիրվածությունը եւ ոգեշնչված ուժեր մեկնաբանությունը։ Նրա ձայնը ճշմարիտ ու դյութիչ վայելք է ունկնդրի համար։ Գայանեն ոչ միայն խոշոր արտիստ է, այլև հիանալի գործընկեր։ Հայաստանը պետք է հպարտանա, որ ունի նման բարձրակարգ ու հանճարեղ արտիստ եւ քաղաքացի, որ հանդես է գալիս միջազգային բեմահարթակներում։ Ես շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը։ Կարծում եմ, որ ծափահարությունները կհնչեն մեր հողերակը։
որ այսպիսի երաժշտական հոբելյանական համերգը երևի թե լավագույն նվերն է ձեր կոչումով մանկավարժի, որն ապրում է իր սաների հաջողություններով, իրավամբ հպարտանում է, որովհետև այդ սաներն այսօր, այդ սաների անունները հնչում են աշխարհի ամենահեղինակավոր բեմահարթակներում, բարձրացնելով Հայաստան աշխարհի անունը եւ իհարկե պատիվ բերելով իրենց պրոֆեսորին։ Սիրելի Գանը Պավլովնա, Աստված ձեզ երկար կյանք պարգևի, թող ձեր եռանդը, այս կենսուրախ աբյունը, ձեր ոգին երբեք չպակասեն եւ միշտ մնաք այդպես հմայիչ, գեղեցիկ եւ կարծում եմ, որ լավագույն այսօրվա մեր համերգային երեկոն մեզ բոլորիս ձեր կողմից նվեր է մեզ եւ այսպես մեր երեկոյի ընթացքում սպասվում են շատ հետաքրքիր կատարումներ եւ առաջինը ես ուզում եմ սիրով եմ հրավիրել Գանը Երևանի նախկին տարիների շրջանավարտ, այսօր արդեն Երևանի Ալեքսանդր Սմեթերյանի անվան ազգային ակադեմիական օպերա եւ բալետի մենեջչուհի, թատրոնի մենեջչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մակարյանին։ Եվ մենք լսում ենք Ելենայի Բոլերոն, Ջուզեպպե Վերդիի Սիցիլիական ժամերգություն օպերայից։ Դե իսկ դաշնամուրի մոտ այսօր կլինեն նրա համատարիմ գործընկերները, նա դասարանի կոնցերտմաստերները, որոնք երկար տարիներ արդեն աշխատում են Գայանե Պավլովնայի հետ, Աննա Ջուհուրյան եւ Իզաբելլա Շախսուվարյան։ Այս պահին դաշնամուրի մոտ կլինի Աննա Ջուհուրյանը։ Դիմավորենք Լուսինե Մակարյանին։
Դիմավորենք տաղարան ասամբլին, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։ Մայստրոն իր խոսքը վստահ եմ կասի ձեզ, թանկագին կայանը պարոյտնը և սիրով հրավիրում եմ նաև մեր հաջորդ մասնակցին, կոնսերվատորիայի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի, հանրապետական մրցույթների դափնեկիր Լուիզա Գրիգորյան, Պաբլո Լունա, ես գալիս եմ Իսպանիայից, հրեա տղան Սարսուելայից ես այս հատվածը, դիմավորենք։ Սիրելի հանդիսատես, առիթից օգտվելով ուզում եմ իմ և մեր անսամբլի տաղարանի անունից շնորհավորել Գայանե Գեղամյանին։ Նախ և առաջ ցանկանալ քաջ առողջություն և ստեղծագործական նորավոր հաջողություններ և բարձունքներ։ Քառորդ դար ջեր մաքրամաքուր ընկերություն Գայանե Գեղամյանի հետ քառորդ դար ոմանք հաստատ միգուցե ավելի տարիների ընկերություն ունեն, բայց ես այնքան ուրախ եմ և հպարտ, որ նման անձնավորության հետ կյանքիս ավելի քան 1/3-ը անցկացրել եմ նման ստեղծագործ անձնավորության հետ, լինի բեմում, թե բեմից դուրս։ Մենք ունեցել ենք համերգներ տարբեր դահլիճներում, ունեցել ենք տարբեր ծրագրեր և այդ ծրագրերի շրջանակում ես վայելել եմ Գայանեի հետ մեր փորձերի և համերգների ողջ մայքը։ Ասեմ նաև, որ գրեթե նույնքան ժամանակահատված Գայանեն եղել է տաղարանի գեղարվեստական խորհրդի անդամներից մեկը, ինչի համար կրկին շնորհակալություն։ Թող այս երեկոն եզակիներից չլինի, որովհետև դու այն մասնավորությունն ես, այն ուսուցիչն ես, որ արդեն ոչ միայն տվել ես հրաշալի կադրեր, երգիչ-երգչուհիներ, որոնցից մի քանիսը այսօր ելույթ կունենան, այլև երգիչներ, որոնք այսօր թեև այստեղ չեն, բայց սրտանց քեզ հետ են։
ձեզ հետ է։ Կրկի շնորհավորում եմ։
Սուրսետ Գրիգորյանի խոսքերն եմ ուզում ընթերցել, թանկագին Գայանե Պարուրովնա, դուք ոչ միայն դասախոս եք, այլ նաև այն մարդը, ով իր անկեղծ ջերմությամբ, հոգատարությամբ և անսահման համբերությամբ մեզ համար ստեղծում է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը զգում ենք մեզ կարևոր, ընկալված և պաշտպանված։ Դուք լսում եք, աջակցում, խորհրդում և ուժ եք տալիս անգամ այն ժամանակ, երբ ինքներս չենք հավատում մեր ներուժին։ Սա ձեր սաներն են ձեր մասին արտահայտվել։ Կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Տատյանա Հմայակյանն է։ Մենք շարունակում ենք իսպանական թեման Միգել Սանդովալ առանց քո սիրո։ Մայստրո Սեդրակ Երկանյան։ Ինչպես արդեն ասացի, սկզբում նրա և ելույթների և մասնագիտական գնահատման ուրբեջուրի անդամ աշխատանքների այս աշխարհագրական ընդգրկումները շատ լայն են, Ռուսաստան, Ֆինլանդիա, Իտալիա, տարբեր երկրներ և այսօր թանկագին Գայանե Պարուրովնա դուք ստացել եք ձեր գործընկերների շնորհավորանքները ձեր հոբելյանի արդին։ Ես պիտի ուշադրություն հրավիրեմ էկրանին և մենք լսում ենք առաջինը միջազգային մրցույթների դափնեկիր Մոսկվայի Գնեսիների համառուսական ակադեմիայի կոնցերտմայստրության պատրաստման ամբիոնի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ Չայկովսկու համամիջազգային մրցույթում լավագույն կոնցերտմայստր տիտղոսին արժանացած Մարինա Կրավիցի շնորհավորանքը։ Խնդրեմ։ Дорогая Гаянэ, вот уже юбилей встречаем. Не знаю, сколько тебе лет, 40, 50. Для меня ты всегда несравненная Дидона. Я услышала тебя первый раз на нашем конкурсе, который
мы ежегодно проводили в разных странах Европы, я была поражена красотой твоего голоса. Красота, глубина. Вот поистине твой южный голос томен. Это такое теплое звучание, такой бархатный тембр и такая внутренняя красота, что я понимаю, что прекрасный голос – это есть отражение прекрасной души. Ты замечательный человек, талантливый педагог. Я желаю тебе счастья, здоровья, твоей семье, твоим близким и, конечно, твоим воспитанникам, потому что это твои дети, творческие дети. Будь счастлива. Եկատերինա Ստարադուբրովսկայան, կրկին միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի Գնեսիների անվան ռուսական ակադեմիայի այս անգամ մեներկեցողության ամբիոնի պրոֆեսոր և Չինաստանի Շի Խենցզի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։ Խնդրեմ, Եկատերինա Ստարադուբրովսկая. Дорогая ГНЭ Паруйровна, самая нежная, самая любимая, самая милая моя ГНЭ. Я безумно счастлива, что судьба свела меня с тобой. И я не просто подружилась, а столько времени мы с тобой провели вместе. И на конкурсах, и на мастер-классах, в поездках. Я восхищена. Я просто по-настоящему восхищена тобой, твоими талантами, твоей мудростью, твоим потрясающим профессионализмом, твоими фантастическими результатами, которые показывают твои студенты. Конечно, это мастерство настоящего профессионала. Я желаю тебе огромного здоровья, сил, энтузиазма и, конечно же, твоего очень доброго, очень отзывчивого сердца, которое ты даришь и своим родным, и своим студентам. И все находятся в ауре твоего тепла, твоей доброты. Я желаю, чтобы все твои родные были здоровы, счастливы, а они окружены твоей любовью и дарят тебе твою любовь. Ты очень счастливый человек. У тебя есть все для этого. Родные, любимые, ученики и мы, твои друзья. Мне очень хочется, чтобы студенты моего класса тоже поздравили тебя. Многие из них тебя хорошо знают. Բելարուսի ֆիլարմոնիայի, պետական ֆիլարմոնիայի մենակատարդաշնակար Վալերий Парамикова. Ուշադրություն էկրանին. Дорогая Гая, поздравляю тебя с юбилеем. Позволь высказать искреннее восхищение твоим прекрасным голосом, вокальным мастерством и потрясающей музыкальностью. Я также восхищаюсь твоим педагогическим даром. Известно, что твои питомцы поют на лучших оперных сценах мира. И еще, я очень дорожу нашей дружбой. Ты не просто умеешь дружить, но и прийти на помощь,
когда в этом есть необходимость. Будь здорова и счастлива, Гая Джан. Признательный тебе, Валерий Боровиков. Ես շարունակում եմ ուղերձների շարքը, եզակի է իր կատարած ամեն գործում, նա հիանալի մանկավարժ է, իսկական ուսուցիչ, մեծ ուսուցիչ, միշտ հավատում է իր աշակերտների հաջողություններին, նա մեր ամենախստապահանջ հանդիսատեսն է, խորհրդատուն, ոգեշնչողը, հիացողը, նրա մի հայացքը քեզ կարող է այնպես կաստացնել և միևնույն ժամանակ աշխարհի տերը դարձնել։ Այս խոսքերը ձեզ հղել է ձեր սիրելի աշակերտուհիներից, ուսանողուհիներից մեկը, Բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի հանրապետական մրցույթների դափնեկիր Սյուզաննա Ավետիքյանը։ Սիրով եմ հրավիրում Սյուզաննային Աննա Ջուհուրյանի նվագակցությամբ և մենք լսում ենք Բիզեի գնչուական երգը Կարմեն օպերայից։ Սյուզաննա Ավետիքյան։
Գայանե Պավլովնա, ձեզ տանեմ մի քանի տարիներ առաջ Գյումրի, երբ դուք մեկնել էիք այնտեղ մասնակցելու, անցկացնելու ձեր հերթական վարպետության դասը։ Եվ այդ վարպետության դասերից մեկի ժամանակ բեմում երգում էր մի պատանի, որին դուք հետո ելույթից հետո մի փոքրիկ խորհուրդ տվեցիք, մասնագիտական մի գաղտնիք ասացիք եւ այնքան ոգևորվեց պատանին, իսկույն այդ պահին կատարեց, դուք էլ ոգևորվեցիք, գրկեցիք նրան եւ այդ գրկախառնությունը շարունակվում է մինչեւ այսօր, որովհետեւ հիմա բեմ պիտի հրավիրեմ կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հովհաննես Օրդանյանին, հանրապետական մրցույթների դափնեկիր, որն այդ օրվանից որոշեց, որ պետք է գա կոնսերվատորիա եւ հենց ձեր դասարանում սովորելու։ Եւ մենք լսում ենք նեապոլիտանական երգերից Սալվադորը Կարդիլյոյի Կատարի, Հովհաննես Օրդանյան, դաշնամուրի մոտ է Իսաբելլա Շախսուվարյանը։ Ուշադրություն էկրանին, մեզ իր ուղերձն է հղել Ուկրաինայի Չայկովսկու անվան երաժշտական ազգային ակադեմիայի մներկեցողության ամյոդի պրոֆեսոր, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Геннадий Կապկան, արվեստագիտության թեկնածու, ուշադրություն էկրանին։ Вітаю вас с Национальной музычной академией Украины имени Петра Чайковского. Дорогая ГНЭ, уважаемая ГНЭ, мы от всей души поздравляем тебя с этим прекрасным юбилеем и рады присоединиться ко всем теплым словам, которые сегодня звучат в столице Еревана, Национальной консерватории имени
Комитаса. День, когда ты родилась, по-настоящему стал значимым для музыкальной культуры. И не только потому, что в удивительной, богатой талантами Армении появилась будущая звезда, а потому что родился человек особого масштаба, певица, педагог высокого оперного искусства, создатель авторской вокальной школы, академического пения, личность огромной внутренней силы и светлой энергетики. Ты обладаешь редким даром вдохновлять людей, щедро делиться своим талантом и теплом. Твой удивительный, прекрасный голос, твоя мудрость и твоя человеческая глубина сделали тебя учителем с большой буквы, воспитавшим целую плеяду выдающихся музыкантов и певцов, которые сегодня прославляют Армению на крупнейших оперных сценах мира. Для нас ты, для моей семьи, моей супруги Оксаны, дочери Иваны, для всех украинцев, которые любят и знают твое творчество, ты дорогой и любимый человек, который несет в себе высокую энергию души, человечность и редкую способность наполнять этот мир светом. От всей души желаем тебе крепкого здоровья, радости, благополучия и только счастливых событий. Надеемся на скорую встречу. Мы тебя искренне любим. Շարունակեմ խոսք ասելով, мы тоже вас искренне любим։ Գագիկանը պարոնն այդ իսկապես ճիշտ էր, պարոն Կապկան, երբ ասաց, որ ձեր սաները ողողել են աշխարհի բեմահարթակները, որովհետև շուրջ 2 տասնյակ երկրներում իրենց վոկալ կատարողական արվեստը տարածում են Գարանե Գեղամյան մանկավարժի սաները եւ հերթական շնորհավորանքը մի երգչուհուց է, որ մեզ համար շատ թանկ է, որովհետև մենք շատ լավ ենք ճանաչում կոնսերվատորիայի շրջանավարտ միջազգային 5 մրցույթների առաջին մրցանակակիր Հասմիկ Թորոսյանին։ Նա այժմ բնակվում է Հռոմում, բայց հայ հանդիսատեսը հիշում է Հասմիկի ելույթները եւ մասնավորաբար կարևորում եմ նրա գլխավոր մրցանակներից մեկը Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը վոկալ մեներկեցողության բնագավառում։ Շուրջ 20 երկրներում է Հասմիկը հանդես եկել ամենահեղինակավոր բեմահարթակներում կատարելով տարբեր դերերքեր եւ այսօր իր սրտի խոսքը ուղղել է ձեզ, սիրելի պրոֆեսորին։ Հապա, տեսենք։ Իմ շատ սիրելի Գայանե Պարույրովնա, շնորհավորում եմ ձեզ եւ մեզ բոլորիս այս գեղեցիկ տոնի ձեր ծննդյան կապակցությամբ։ Շնորհակալ եմ ճակատագրին ինձ ձեզ որպես իմ ուսուցիչ պարգևելու համար։ Շնորհակալ եմ այն բարդ ու երկար ճանապարհի համար, որ անցել ենք միասին եւ որի շնորհիվ էլ ձևավորվել եմ ես թե որպես անհատականություն եւ թե որպես երգիչ մասնագետ։ Ամենավառ հիշողությունը, որ թերևս երբեք չեմ մոռանա, դա 2008 թվականի Գոհար Գասպարյանի անվան մեներկիչների մրցույթն է։ Մեր միասին ամենամեծ եւ ամենաառաջին հաղթանակը, որը դարձավ շատ խորհրդանշական ինձ համար եւ որը ես միշտ կապելու եմ ձեր աշխատանքի, նվիրվածության եւ հոգատարության հետ։ Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, անսպառ առողջություն, թող որ ձեր սերմանած լույսը շարունակ շողասերունդների մեջ եւ ձեզ վերադառնա տասնապատկված իր ամենավառ երանգներով։ Ամուր գրկում եմ եւ համբուրում։ Շարունակելու է Տաղարան անսամբլը եւ այս անգամ մի շատ հետաքրքիր անակնկալ կա, որովհետեւ դալիճում բեմահարթակում երբ որ դուք տեսնում եք այն կոնտրաբասը, պարզվում է երիտասարդ աղջիկը կինը, որ նվագում է այս գործիքը, դասեր է վերցրել Գայանե Պարույրովնայի մասնագիտական դասարանում եւ հիմա մեներքելու է կոնտրաբասը Հարուհի Եվա Գևորգյանը, Մարիա Գրևեր գնչուհու ողբը, հատուկ անակնկալ Գայանե Պարույրովնայի համար։
քանի որ տիկին նոնան արդեն խաբարը տվեց, ավելացնեմ, որ էլ որտեղ կա մի ճգնախ կոնտրաբասիստուհի, որը նաև երգում է։ Ես չգիտեմ։ Են էլ գալն է Գեղամյանի դասարանից։